Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնն իրեն կտրամադրի Ուկրաինայի խաղաղության այն ծրագիրը, որ արդեն համաձայնեցված է եվրոպացիների ու Կիևի հետ։ Սերգեյ Վիկտորովիչ Լավրով Ռուսաստանի արտգործնախարարն իր բելարուս գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ պաշտոնական խողովակներով է Թրամփի պլանը հասել Մոսկվա։ Մենք այն ունենք, բայց ոչ պաշտոնական խողովակներով, այն պաշտոնապես մեզ չի փոխանցվել։ Պատրաստ ենք քննարկել կոնկրետ ձևակերպումներ, որովհետև մի շարք հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Ամերիկյան ու բրիտանական լրատվամիջոցները հողումանելով իրենց աղբյուրներին հայտնում են, որ ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլն է ամերիկյան նոր պլանը քննարկել ռուս պաշտոնյաների հետ, երեկ Աբու Դաբիում։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել արևմտյան լրատվամիջոցների տարածած այս տեղեկությունը։ Ժամանակը կգա, մենք կապ կհաստատենք նաև ամերիկացիների հետ և պաշտոնական տեղեկություն կստանանք։ Այս առումով մենք դեռևս նոր տեղեկատվություն չունենք։ Անցյալ շաբաթ էր Թրամփի վարչակազմը հայտնել, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու 28 կետ է մշակվել։ Ըստ այդ ծրագրի, Դոնբասն ու Ղրիմը ճանաչվում են ռուսական տարածքներ։ Զապորոժիայի և Խերսոնի մարզերում շփման գիծը սառեցվում է։ Ուկրաինան պարտավորվում է կրճատել զինված ուժերի անձնակազմի թիվն ու մոռանալ ՆԱՏՕ-ի մասին։ Բայց ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո Վաշինգտոնը հայտնեց, որ ծրագիրը որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Այն, որ ամերիկյան ծրագիրը լուրջ բարելավման կարիք ունի, հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահը։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ այնպիսի խաղաղություն, որն իրականում կապիտուլյացիա է։ Բանակցությունների սեղանին դրված ծրագիրն այն է, ինչն ընդունելի է ռուսների համար, բայց արդյոք դա ընդունելի է ուկրաինացիների ու եվրոպացիների համար։ Ոչ։ Եվրոպան կորցրել է ուկրաինական ճգնաժամը լուծելու հնարավորությունը, չնայած ուներ դրա բոլոր նախադրյալները, նկատել է Լավրովը։ Հիմա Եվրոպան ասում է՝ մի համարձակվեք առանց մեզ ոչինչ անել։ Տղաներ, դուք արդեն ունեցել եք ձեր հնարավորությունները, դուք չօգտվեցիք դրանցից, պարզապես վատնեցիք դրանք։ Եվրոպացիներից հույսն ըստ էության կորցրել է նաև Զելենսկին, հայտնի է, որ նա շտապում է Վաշինգտոն քննարկելու խաղաղության ամերիկյան ծրագրի կետերը։ Գաhanե Մովսիսյան, Մարիամ Ամիրջանյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։